պատկերացնել։ Հարգելի գործընկերներ, նախորդ համագումարից հետո մինչև օրս ընդդիմության դիրքերից մենք շարունակում ենք պայքարել ընդդեմ այն գործընթացի, որ ներկայիս կառավարիչները աղյուս առ աղյուս կազմաքանդում են պետությունը, միաժամանակ դիֆերամներ ձոնելով գոյություն չունեցող ժողովրդավարությանը։ Այսօր կուսակցության հերթական համագումարում մենք պարտավոր ենք հաշվետու լինել, խոսել ինչպես անցած տարիներին մեր առջև դրված ներկուսակցական խնդիրների լուծման ուղղությամբ կատարած աշխատանքի, դրանց արդյունքների, այնպես էլ հանրապետականի համար շատ ավելի կարևոր վերկուսակցական համազգային խնդիրների ու մտահոգությունների, դրանց հաղթահարման ուղղությամբ նաև մեր մասնակցությամբ իրականացված քայլերի, մեր սխալների ու ձեռքբերումների եւ որ կարևոր է հետագա անելիքների մասին այս վճռորոշ ժամանակահատվածում։ Սակայն մինչ այդ ջերմությամբ հիշենք մեր այն կուսակից ընկերներին, ովքեր այս ընթացքում հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, այդ թվում հանրապետականի ակունքներում կանգնած Ռազմիկ Զոհրաբյանին, Գալուստ Սահակյանին, Վազգեն Կարախանյանին։ Նրանց հիշատակը վառ է մեր սրտերում, իսկ կյանքի ուղին անվերապահ նվիրումի եւ աննկուն պայքարի խորհրդանիշ։ Կուսակցության նախորդ համագումարից հետո ցավոք մեր երկրում ողբերգական ճակատագրական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ոչ միայն անխուսափելի ազդեցություն ունեցան ներքաղաքական գործընթացների, ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեության վրա, այլև տարածաշրջանում նոր եւ վտանգավոր զարգացումների դուռ բացեցին։ Եվ այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որը սոսկ քաղաքական խնդիր չէ, այլ համազգային ցավ ու փորձություն։ Շատերին թվում էր, թե 44-օրյա պատերազմն իր աղետալի հետևանքներով ամենասարսափելին է, որ կարող էր պատահել մեր ժողովրդի հետ այս արկածախնդիր եւ ապազգային կառավարիչների օրոք։ Մենք այդպես չէինք կարծում։ Մենք շատ պարզ տեսնում էինք, թե ինչպես են անամոթաբար կրկին խաբում եւ մոլորեցնում մեր ժողովրդին։ Դեռևս մեր նախորդ համագումարում հորդորում էինք չապրել պատանքներով եւ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով գործել ազգադավ ուժերի դեմ։ Այո, մենք տեսնում ենք, թե ինչպես են կապիտուլյանտ իշխանությունները պատերազմի շոկը չհաղթահարած ժողովրդին նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը ներկայացնում որպես խաղաղության դարաշրջանի սկիզբ եւ համոզում, թե պարտությունից հետո բացվում է նոր էջ, թե իբր այդ ստորագրությունը ճանապարհ է հարթում կայունության, անվտանգության եւ խաղաղության համար։ Սակայն շատ չանցած վերջնականապես պայթեց խաղաղության դարաշրջան կոչվող փուչիկը։ 2022 թվականի դեկտեմբերին Արցախը հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, շուրջ 10 ամիս անցավ հումանիտար ճգնաժամի տառապանքի ու մաքարման բոլոր դժվարություններով, ցրտի, սովի, կենսական անհրաժեշտության միջոցների սուր պակասի ու անորոշության պայմաններում, խաբված եւ դավաճանված Հայաստանի կառավարիչների կողմից, տեսավ միջազգային կազմակերպությունների սահմանած նորմերի եւ իրավունքների ողջ դատարկությունը, աշխարհի անտարբերությունը։ Եվ սա խոստացված խաղաղության դարաշրջանի ընդամենը սկիզբն էր։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը վերջակետ դրեց այդքան տարփողված խաղաղության դարաշրջանին։ Այդ օրը խաղաղության մասին բոլոր գեղեցիկ փաթաթավորված խոսքերը հոդս ցնդեցին առաջին պայթունների հետ։ Արցախը կրկին արթնացավ հրթիռների եւ հրետանու ձայների տակ։ Ադրբեջանը ներխուժեց Արցախի հանրապետություն։ Ուժասպառ, միայնակ ու անպաշտպան մնացած հանրապետությունը առնաքանվում էր ոչ միայն ագրեսոր թշնամու արկերի բեկորներից խոցված, այլև թիկունքից իր անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի իշխանազավթ կառավարիչների հասցրած հարվածից, անտարբերությունից։ Մաքարող Արցախի համար ամենացավոտը, այո, թշնամու կրակը չէր, ամենացավոտը թիկունքից դավաճանությունն էր
եւ հետո հանդգնությունը անամոթաբար հայտարարելու, թե արցախցիները չեն կռվել։ Սա այն դեպքում, երբ արցախցիները կատաղի դիմադրություն են ցուցաբերել եւ թշնամուն հասցրել մեծ վնաս։ 2018 թվականից սկսած ողբերգական իրադարձությունների այս շղթայի վերջը Արցախում իրականացված էթնիկ զտումներ եւ շուրջ 145,000 արցախցիների բռնագաղթը իրենց հազարամյա բնորանից։ Իհարկե, այս թվի մեջ մտնում է նաև քարոզիա պատերազմից հետո Արցախի տարբեր բնակավայրերից արտագաղթած մարդկանց թիվը, ովքեր բնաջնջման սպառնալիքի տակ թողեցին հայ ժողովրդի լավագույն զավակների արյան գնով պաշտպանված իրենց տները, քաղաքներն ու գյուղերը, եկեղեցիներն ու գերեզմանները, որոնք այսօր անարգվում ու ավերվում են։ Եվ սրանք դեռ հանդգնությունն են էթնիկ զտման հետևանքով բռնագաղթած արցախցիներին սպառնալ եւ ասել. «Չփախնեիք, բա ինչի՞ չեք մնացել Արցախում»։ Սա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Բռնագաղթից հետո Հայաստանում սկսվեց արցախցիների նկատմամբ պետական մակարդակով ցուցաբերված անբարյացկամ, անհոգի վերաբերմունքն ու անտարբերությունը, հանցավոր անգործությունը, իսկ հաճախ դատարկ խոստումները, անհետ կորածների որոնման, մինչև այժմ Բաքվի բանտերում ամարտկային զրկանքներ կրող գերեվարված, պատանդարված մեր հայրենակիցների ազատության եւ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ուզում եմ այս ամբիոնից դիմել մեր ժողովրդի ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի համար պայքարած, մինչև հիմա իրենց սկզբունքներին եւ հավատամքին հավատարիմ Ադրբեջանի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին, իմ ընկերներին։ Տղերք, ես ձեզ հետ եմ ամեն օր, չափազանցություն չլինի, ամեն ժամ մտքով ու սրտով եւ հավատում եմ, որ մի օր մենք հանդիպելու ենք։ Ձեր արժանապատիվ կեցվածքը անմարդկային այդ պայմաններով ավելի խոսուն է եւ հարգանքի արժանի, քան ազատության մեջ շատերի պահվածքը։ Հարգելի կուսակից ընկերներ, մենք չենք կարող ընդունել, թե ամեն ինչ ավարտվել է, թե Արցախը ջփակված է, ինչպես փորձում են պարտադրել կապիտուլյանտները իրենց սուտ ու փուչ խոցելի ու կեղծ խաղաղության քարոզչությամբ։ Նման մոտեցումը ոչ միայն քաղաքականապես անհեռատես է, այլ նաև հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ մարդու հիմնարար իրավունքներին, որոնք վկայում են արցախցիների սեփական բնորան անվտանգ վերադարձի անօտարելի իրավունքի, նրանց կյանքի, ազատության եւ արժանապատվության միջազգային երաշխիքների ապահովման, անհայտ կորածների ճակատագրերի պարզման պարտավորության մասին։ Ի վերջո, այդ մարդկանց ընտանիքները տարիներով սպասում են լուրի, ապրում ծանր անորոշության մեջ, չիմանալով սքալ, թե հույսով սպասել իրենց հարազատին։ Միջազգային մարդասիրական իրավունք, այո, պարտավորեցնում է հակամարտության կողմերին պարզաբանել անհայտ կորածների ճակատագիրը եւ ապահովել նրանց ընտանիքների ճշմարտությունն իմանալու իրավունքը։ Արցախի հարց շարունակում է մնալ բաց նաև այն պատճառով, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանման հետևանքով զրկված են մշակութային եւ հոգեվոր ժառանգությունից օգտվելու հնարավորությունից, սեփականության իրավունքից, ինչպես նաև իրենց համայնքային եւ հանրային կյանքի բնականոն շարունակությունից։ Միջազգային երաշխիքների ներքո իրենց բնակավայրեր Արցախի հայրերի արժանապատիվ վերադարձի իրավունքը անխախտելի իրավունք է եւ որևէ մեկը չի կարող այդ իրավունքից զրկել արցախցիներին, թեև մենք համոզված ենք, որ եթե Հայաստանի գործող կառավարիչները վերընտրվեն, ապա այդ անխախտելի իրավունքն էլ են աչքաթող անելու։ Իրական եւ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել առկա խնդիրները պարտադրանքով մոռացության մատնելու քաղաքականությամբ։
Հարգելի հանրապետականներ, վերջին տարիներին մեր կուսակցությունը շարունակել է պայքարել այս տարբեր աղետաբեր կառավարիչների ապազգային քաղաքականության դեմ իր բոլոր հնարավորություններով աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված մեր քաղաքացիներին, հետամուտ եղել նրանց իրավունքների պաշտպանությանը միջազգային եւ ներքաղաքական հարթակներում։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք անվտանգային մարտահրավերների մասին, փորձելով համախմբել հասարակությունը եւ առաջարկել լուծումներ, որոնք բխում են Հայաստանի եւ հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից։ Անցած տարիներին կուսակցությունը շարունակել է աշխատել նաեւ իր կառույցների ամրապնդման, երիտասարդների ներգրավման եւ գաղափարախոսության տարածման ուղղությամբ, համոզված լինելով, որ միայն կազմակերպված եւ պատասխանատու քաղաքական ուժը կարող է արդյունավետ դիմակայել մեր երկրի առջև ծառացած փորձություններին։ Այս տարի լրանում է Հայաստանի